Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ինչու են որոշ հոսանքներ մերժում մանուկների մկրտությունը։ Սիրելիներս, մանուկների մկրտությունը մերժողները հիմնավորում են իրենց տեսակետը Մարկոս ավետարանչի 16:16 համարով, որտեղ Հիսուս ասում է. եթե մեկը հավատա եւ մկրտվի, կփրկվի, եթե չհավատա, կդատապարտի։ Մերժողները հիմնավորում են ասելով. ինչու մկրտենք մանուկներին, եթե նրանք չեն կարող հավատալ Քրիստոսին։ Բայց մենք այս համարով նույնպես կարող ենք հիմնավորել, որ ուրեմն մանուկները չեն կարող նաև փրկվել։ Եթե նրանք ասում են, որ մկրտության կարիք չկա, որ երեխաները չեն կարող հավատալ Քրիստոսին, մենք էլ մեր հերթին կարող ենք առարկել ասելով, երեխաները չեն կարող փրկվել, որովհետև չեն կարող հավատալ Քրիստոսին։ Այսպես չի կարելի, որովհետև մենք իրավունք չունենք մերժել երեխաների փրկությունը, նրանք էլ իրավունք չունեն մերժել երեխաների մկրտությունը։ Մեկ կարևոր բան պետք է հստակ հասկանալ. ինչ որ Աստվածաշնչում գրված է, որևէ տող, որևէ համար, կոնկրետ մարդկանց է վերաբերում։ Այստեղ, երբ որ Հիսուս ասում է, ով որ հավատա եւ մկրտվի, կփրկվի, խոսքը վերաբերում է չափահասներին, ոչ թե մանուկներին։ Տեսեք Սողոմոն իմաստունը Ժողով գրքում ասում է. քո երիտասարդության օրերին հիշիր քո արարչին։ Հիմա այստեղ Սողոմոն իմաստունի խոսքը ում է վերաբերում՝ ծերերին, երիտասարդներին, թե մանուկներին։ Վստահաբար խոսքը վերաբերում է երիտասարդներին։ Ուրեմն Աստվածաշնչի մեջ յուրաքանչյուր համար կամ տող, որ գրված է, երբեմն գրված է մասնավոր երիտասարդների համար, մանուկների համար, ծերերի համար կամ ընդհանրապես բոլոր մարդկանց համար։ Այս համարը, որտեղ Հիսուս ասում է, ով որ հավատա եւ մկրտի կփրկվի, վերաբերվում է չափահաս մարդկանց, ովքեր գիտակից հավատք ունենալով, զղջալով, ապաշխարելով, խոստովանությամբ գալիս են մկրտվելու, Աստծուն որդեգրվելու, Հիսուսի հետ ժառանգակից լինելու եւ Սուրբ Հոգու տաճար դառնալու համար, որպեսզի փրկության արժանանան։ Մանուկները նույնպես պետք է մկրտվեն, որովհետև Հիսուս ասում է. թույլ տվեք, որ մանուկները գան ինձ մոտ, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Ինչու Հիսուս այս խոսքն ասաց, որովհետև առաքյալներն արգելեցին այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերել են Հիսուսի մոտ օրհնություն ստանալու, մերժեցին, կարծելով, որ երեխաները թե հիվանդ չեն, նեղության կամ դժվարության մեջ չեն, կարիք չունեն Հիսուսի մոտ գալու համար։ Մենք միայն հիվանդության, դժվարության, նեղության ժամին չէ, որ գնում ենք Հիսուսի մոտ։ Եթե Հիսուսի օրհնությունը, նա ձեռքը երեխան դնելը օգուտ չունենար կամ փրկության համար անհրաժեշտություն չլիներ, Հիսուս չէր ասի. թույլ տվեք, որ երեխաները գան ինձ մոտ։ Այնպես էլ մենք իրավունք չունենք մեր երեխաներին չմկրտել, ասելով, որ ինչ օգուտ, որտեղ երեխան այդքան գիտակցություն կամ կարողություն չունի Հիսուսին հավատալու համար, որովհետև գիտակից հավատք է պետք։ Երեխան էլ փոքր ժամանակից պիտի հանձնեն Քրիստոսի ձեռքերի մեջ, Քրիստոսի օրհնության մեջ, Քրիստոսի ներկայության մեջ լինելու համար։ Ուրեմն այս համարը, որտեղ ասում է, որ ով որ հավատա եւ մկրտվի պիտի փրկվի, կոնկրետ վերաբերվում է չափահաս մարդկանց, ովքեր իրենց մեղքերը գիտակցելուց, հասկանալուց հետո կարիք ունեն նոր մարդ դառնալ, որտեղ մկրտության ժամանակ հին մարդը մեռնում է, ջրից նոր մարդը ծնվում է եւ Սուրբ Մերոնի օծումով մարդը Աստծո կնիքն է ստանում իր վրա եւ դառնում է Աստծուն պատկանող մարդ։ Այն ինչը որ մեղքի պատճառով հեռացավ, զրկվեց հայրական օրհնությունից, զրկվեց երկնքի արքայությունից, մարդը մկրտությամբ վերադառնում է դեպի երկնքի արքայություն, դառնում է Աստծո զավակը։ Դրա համար, երբ որ մեր երեխաները ծնվում են, մենք 8-րդ օր արդեն նրան մկրտում ենք, հանձնելով Տիրոջը, որպեսզի Տիրոջ ներկայության մեջ ամեն տեսակ չարից, հարձակումներից, փորձություններից, դիվական զորություններից, սատանե որոգայթներից պաշտպանված լինելով, նրա մաքուր սիրտը պահպանված մնա Քրիստոսին հավատալու համար։ Երբ որ արդեն հասակը հասունանա, հասուն տարիքի մարդ դառնա, նրա սիրտը այնքան կարծրացած չլինի, որ դժվարությամբ կարողանա Քրիստոսին մոտենալ, այլ այդ սիրտը մաքրությամբ պահված լինի Քրիստոսի համար, Քրիստոսի սիրո համար եւ Քրիստոսի բնակության համար։ Դրա համար թույլ տանք մեր մանուկներին, որպեսզի ծնված օրվանից մոտենան Քրիստոսին, Քրիստոսի օրհնությունն ունենան եւ Քրիստոսի ներկայության մեջ մնալով չզրկվեն երկնքի արքայությունից։